Դերոշների ներքո զգաստ ներս բերել Հայաստանի Հանրապետության պետական եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դրոշները։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 108-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը հայտարարվում է բացված։ Խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի ծառայողներ։ Արդեն 4-րդ տարին է, ինչ գործարկել ենք նոր ձևաչափով ոստիկանությունը ներքին գործերի նախարարության քաղաքացիական կառավարման ներքո։ Փոփոխությունները ներթափանցել են ոստիկանության բոլոր շերտերը, մեծ համատեքստից մինչև կառուցվածք։ Արդյունքում ինստիտուցիոնալ առումով ձևավորվել է հաշվետու, ժամանակակից եւ հանրությանն ավելի մոտ կանգնած նոր ոստիկանություն։ Սակայն այդ փոփոխությունների իրական արժեքը, սիրելի ծառայողներ, ձեր ծառայության մեջ է, ձեր նվիրումի եւ խիզախության մեջ է։ Եվ ուրեմն ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության օրվա կապակցությամբ։ Այսօր ոստիկանությունը ոչ միայն իրավապահ մարմին է, այլ մեր պետության կայունության, ներքին անվտանգության եւ խաղաղության ամրապնդման հիմնասյուներից մեկը։ Ձևավորված են ոստիկանության բոլոր 4 հենասյունային ուղղությունները, որոնց ներուժը ողջ ծավալով առավել քան երբևէ կարևոր է պետականության շարունակականության, խաղաղության ջանքերի ամրապնդման համար։ Մենք ձևավորել ենք դիմակայուն,
կուռ համակարգ, այն հստակ գիտակցումով, որ որքան հզոր է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունը, այնքան հզոր է Հայաստանի Հանրապետությունը։ Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, խիզախություն եւ սկզբունքայնություն։ Եվ այս մեկտեղումն է, որ մեզ թույլ է տալիս արձանագրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության աճ, ցուցանիշը հասցնելով 61%-ի։ Այս մեկտեղումն է, որ թույլ է տալիս միջազգային տարբեր ռեյթինգավորման համակարգերով Հայաստանի Հանրապետությունը դիտարկել անվտանգ պետություն։ Եվ Հայաստանն այս տեսանկյունից ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 193 երկրի շարքում 13-րդ տեղում է 90.27 գործակցով։ Մենք գիտակցում ենք իսկապես, որ դեռ կան լուրջ մարտահրավերներ, սիրելի ծառայողներ, մտածողության փոփոխությունից մինչև համակարգի ավելի կայուն եւ զարգացած աշխատանք։ Սակայն վստահ եմ, որ միասնական ջանքերով, հետևողական ջանքերով, այս առաքելության գիտակցման ճանապարհով կարողանալու ենք հաղթահարել բոլոր խնդիրները եւ լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու առօրյա կյանքի որակը բարելավող բոլոր հարցերը։ Բայց եւ սրա կողքին ոստիկանի ամենօրյա շուրջօրյա անխոնջ առաքելությունն է ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին եւ լինել այն աներեր սահմանը, որը բաժանում է կարգը անկարգությունից, անվտանգությունը անորոշությունից։ Այս կարևոր առաքելության իրականացման համար շնորհակալություն եմ հայտնում ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի, որի բարդ, պատասխանատու եւ մարտահրավերային այս ժամանակահատվածում կատարած աշխատանքը հաստատուն է, կայուն է եւ իշահ է Հայաստանի Հանրապետությանը։ Դուք պաշտպանում եք մարդկանց եւ պիտի պաշտպանեք մարդկանց արդարության զգացումը եւ անվտանգությունը։ Ձեր ամենօրյա ծառայությամբ ապահովում եք այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր է պետության բնականոն զարգացումը եւ հարատեվությունը։ 108-ամյա պատմության մեջ այդ նպատակի իրականացման իրենց անմնացորդ ծառայությունն են բերել հազարավոր ոստիկաններ։ Հավերժ փառք ու խորին խոնարհում երկրի սահմանի պաշտպանության համար եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների վառ հիշատակին։ Ոստիկանության հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Շնորհավորում եմ նաև մեր սիրելի վետերաններին, որոնք իրենց նպաստն են բերել համակարգի ստեղծման, կայացման եւ զարգացման գործում։ Մեծարգո վարչապետ, անձամբ իմ եւ ներքին գործերի նախարարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աներկբա վստահության եւ աջակցության համար, հավաստիացնում եմ, որ համակարգը ամուր եւ հուսալի հենարան է Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման, զարգացման, խաղաղության ամրապնդման համար, այդպիսի համակարգ եղել է, կա եւ ոստիկանության ամբողջ համակարգը շարունակելու է լինել այդպիսին, ծառայելով Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այսպիսով ոստիկանության ուժը պետության կայունությունն է, ոստիկանության կարգապահությունը օրենքի գերակայությունը, ոստիկանության ծառայությունը պետականության շարունակականությունը։ Շնորհավորում եմ եւ արժանապատիվ ծառայություն եմ մաղթում բոլորիդ։ Շնորհակալ եմ։ Գործերի հարգելի նախարարի հարգելի տեղակալներ, ոստիկանության հարգելի պետ, ոստիկանության պետի հարգելի տեղակալներ, ոստիկանության հարգելի ծառայողներ, շնորհավորում եմ բոլորիս ոստիկանության օրվա առիթով եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր ծառայության համար։ Ընդհանրապես ոստիկանությունը մեր երկրում կայացման եւ զարգացման տարբեր փուլեր է անցել եւ պետք է ասել, որ ընդհանուր առմամբ եւ ես դա արձանագրել եմ նաեւ դեռ ընդդիմադիր գործունեություն ծավալելու ընթացքում եւ ես ընդունել եմ միշտ էլ, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է եւ այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի եւ դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում։ Մենք ընդհանրապես ոստիկանության գործունեությունը հիշելիս ոստիկանության գործունեությունը գնահատելիս պետք է հիշենք այն ժամանակները, երբ Հայաստանը նոր անկախացել էր, խորհրդային ոստիկանությունը ըստ էության արդեն
անհասկանալի վիճակում էր, պարզ չէր, չկար, քայքայված էր, քայքայված չէր, եւ մենք պետք է հիշենք այդ ժամանակներում ինչ էր տեղի ունենում Հայաստանում։ Այսինքն բացարձակ ըստ էության ամենաթողության մի վիճակ, միջև այն պահը, երբ որ շատ մեծ քաղաքական ուշադրություն դարձվեց ոստիկանության համակարգի կայացմանը, եւ դա մի շատ կարևոր շրջադարձային կետ էր մեր երկրում ընդհանրապես իրավակարգի եւ կարգուկանոնի պահպանման եւ ամրապնդման համար, եւ իհարկե ոստիկանությունը ամեն փուլում զարգացման մի աստիճանի հասել է, բայց ամեն ժամանակ ունի իր առանձնահատկությունները եւ իր պահանջները։ Գիտեք, այն ինչ որ մենք լավ ենք անում այսօր, արդեն բավարար չափով բավարար չի կարող դիտվել վաղը չէ մյուս օրը, հələ վաղը կարող է դեռ այսօրվա բանի տպավորության ներքո լինենք, որովհետեւ փոխվում են ժամանակները եւ փոխվում են մարտահրավերները։ Գիտեք, հիմա շատ է խոսվում, ընդհանրապես պարզ է, որ ինֆորմացիոն դարում մարդիկ շատ լուրեր մեծ անհանգստություններ են առաջացնում, նաեւ հանցագործությունների հետ կապված հիմա մարզերում էլ որ հանդիպումներ ենք ունենում, մարդիկ այդ մասին շատ խոսում են, բայց ինձ համար որպես նախկինում լրագրությամբ զբաղված, այսինքն ինֆորմացիոն հոսքերի մեջ գտնված մարդու, պարզ է, որ խնդիրը հետեւյալի մեջ է։ Այսօր ցանկացած բան որ տեղի է ունենում, մարդու առաջին ռեակցիան այն չի վերցնեն ոստիկանություն կամ շտապ օգնություն զանգեմ, ասում են մի հատ նկարենք գցենք կամ Instagram կամ Facebook, հետո նոր մնացած գործողությունները կանենք։ Այսօր նաև շատ է ինֆորմացիան ամեն անկանոնության մասին, մեկը մեքենան սենց չքշեց, մեկը մեքենան նենց քշեց եւ այլն եւ այդպես շարունակ, եւ դա ստեղծում է երբեմն տպավորություններ, որոնք ընդհանուր պատկերը չեն արտահայտում։ Այսինքն ընդհանուր պատկերը նախարարը նշեց վիճակագրության մեջ է արտահայտվում եւ նաեւ շատ կարեւոր է միջազգային գնահատականների, որովհետեւ եկեք չմոռանանք, որ մեզանում եղել են ես չեմ կարող ցավոք բացառել, որ միջև հիմա չկան հանցագործության կամ ինչ որ դեպքեր չգրանցելու, ինչ որ դեպքեր մի կողմ գցելու եւ այլն եւ այդպես շարունակ, այս ավանդույթներից մենք իհարկե պետք է հետեւական ավանդույթներից չէ, վատ սովորություններից պետք է հետեւականորեն ազատվենք, բայց ընդհանուր առմամբ պետք է հասկանանք, որ այս միջավայրում ենք մենք գործում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք, հա դե տենց է հիմա ինտերնետի դարա, տենց էլ պետք է լինի։ Ինտերնետի դարի ոստիկանությունը պետք է լինի ինտերնետի դարի ոստիկանություն, որովհետև ինտերնետի դարի ոստիկանությունը չի կարող լինել ինտերնետի բացակայության դարի ոստիկանություն, եւ այդտեղ համենայն դեպս կարա առաջանա, եթե այդպես չլինի, այդ խզվածքում կարա առաջանա մի իրավիճակ, որ ուղղակի ծանր եւ նվիրված աշխատանքը կարա վարքյանների ընթացքում կամ ժամանակի ընթացքում արժեզրկվի եւ ֆրուստրացիայի զգացողություն առաջացնի թե ոստիկանության ծառայողների, թե հանրության շրջանում։ Դրա համար շատ կարեւոր է, որ մենք ունենանք ժամանակի հետ դինամիկ, փոփոխվող եւ դինամիկ զարգացող ոստիկանություն եւ ըստ էության մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց նաեւ երբ որ մենք ոստիկանության ոլորտի բարեփոխումները սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ որ մենք մտածում էինք, որ բարեկային ոստիկանություն լինի ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով եւ այլն եւ այդպես շարունակ 4 ուղղությունները մենք կարողանանք ստեղծել եւ զարգացնել, այն ժամանակ դա շատ հեռու եւ անհավանական էր նույնիսկ թվում, բայց հիմա երբ որ դա կայացել է, մենք պետք է մտածենք հետագա զարգացումների մասին, որովհետեւ դեռ այն փուլում մենք մեզ հարց էինք տալիս, իսկ երբ է լինելու, որ մենք ասենք, որ մենք ահա ավարտեցինք ոստիկանության բարեփոխումները, չի լինելու այդպիսի բան, որովհետեւ ոստիկան եւ ընդհանրապես որևէ բարեփոխում ընդհանրապես չի ավարտվում, հատկապես ինտերնետի դարում, հատկապես այս դարում, երբ որ տեմպերը կյանքի փոփոխությունների, ընկալումների անհամաչափորեն արագացել են եւ շարունակում են արագանալ։ Եթե նախկինում մենք դեռ կարող ենք ասել լավ, ինչ որ բան թող մնա տոներից հետո, ինչ որ բան մնա, չգիտեմ, ավելի ուշ, հիմա չկա այդպիսի բան։ Բայց որպեսզի նաեւ մենք heavy have չլինենք եւ ցայտնոտի մեջ չհայտնվենք, բարեփոխումը պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքի մի մասը։ Այսինքն ամենօրյա աշխատանքը պարզա շատ էներգիա տանում,
բայց միևնույնն է այդ ամենօրյա աշխատանքը պետք է կազմակերպել այնպես, որ իր մեջ միևնույնն է լինի բարեփոխման էլեմենտ։ Մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի եւ վայելում ենք, այսպես ասած, երեկվա բարեփոխումների պտուղ ինչ-որ մի առումով, բայց այսօր նաև պետք է բարեփոխումը անպայման իր բաժինը ունենա, որպեսզի չթողենք, որ դա կուտակվի, մեկ էլ նորից։ Հիմա մենք նախարարի հետ աշխատանքային հանդիպումներում ինչ խնդիր եմ ես դնում։ Ասում եմ, մենք էլ չպետք է թողնենք, որ մեր օրինակ ավտոմոբիլային պարկը այնքան մաշվի, որ ասենք ենթադրենք 1000 ներողություն բան լինի, գործարկվելու խնդիր ունեցող մեքենաներ լինեն եւ այլն, մենք ասենք, որ դե հիմա պետք է այս պարկը փոխենք։ Ոչ դա պետք է տեղի ունենա ամեն տարի, մենք պետք է եւ իմիջայլոց համազգեստի հետ կապված փոփոխությունները, որովհետեւ համազգեստը այսօր լավն է, շատ տեսք ունի, բայց ինքը մի քանի տարի հետո զգում ես, որ արդեն ինքը որոշակիորեն հնա տենց հասկացություն կա, բարոյապես մաշված, որովհետեւ ինքը լավն է, բայց 3 տարի առաջվա համար է լավը, ինքը այսօր արդեն լավը չի։ Բայց երբ որ մենք թողում ենք ինքը այնքան հնանա, որ իրան ամբողջությամբ պետք է փոխենք, դա եւ շատ ժամանակ է տանում, եւ շատ էներգիա է տանում, եւ շատ փող է տանում, եւ երբեմն մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում։ Բայց երբ որ մենք իմանանք մեր ամենօրյա աշխատանքի մեջ մենք պետք է այդ համազգեստի մեջ մի հատ էլեմենտ փոխենք, ինքը ժամանակի հետ ամեն տարվա հետ այնպես կփոխվի, որ ինքը միշտ կմնա թարմ, արդիական, նոր, այնպես տպավորություն կլինի, որ մենք հենց նոր այդ ամբողջը թարմացրինք։ Եվ սա վերաբերվում է տեխնիկային, սա վերաբերվում է օրենսդրությանը, սա վերաբերվում է համազգեստին, սա վերաբերվում է սպառազինությանը, սա վերաբերվում է կարգավորումներին, բայց 1000 ներողություն, սա վերաբերվում է նաև մեզ բոլորիս, սա վերաբերվում է մարդուն, որովհետև մարդը համազգեստը փոխվեց, մարդը չփոխվեց, այդ տեխնիկան համազգեստը բարեփոխումը բանը անիմաստ է։ Ընդ որում հիմա ես խոսում եմ ոստիկանության օրինակ, ոստիկ ներքին գործերի նախարարությունում, բայց ես խոսում եմ ինձնից սկսած մեր բոլորի մասին, որովհետև եթե մենք չփոխվենք, մենք չենք կարա փոխենք այն իրականությունը, որը ուզում ենք, որ դեպի լավը փոխվի։ Եթե մենք չենք փոխվում, ինքնաբերաբար կարող ենք արձանագրել, որ իրականությունը փոխվում է դեպի վատը, որովհետև իրականությունը առաջնորդության կարիք ունի։ Եվ ոստիկանությունը, այո, ոստիկանությունը ըստ էության զինվորական տրամաբանության ծառայություն է, բայց ոստիկանությունը առաջնորդող դերակատարում պետք է ունենա իր պատասխանատվության ոլորտում։ Ես երբեմն զգում եմ, որ մենք ասելով ոստիկանություն, բաց ենք թողում անհատական առաջնորդության եւ անհատական պատասխանատվության էլեմենտը, որովհետեւ ոստիկանությունը ուղղակի վիճակագիր պետքա չլինի, թե այս տարի բան եղավ, ինչ եղավ, այս տարածքում, ես նկատի ունեմ ոչ միայն ընդհանուր ոստիկանությունը, այլև ոստիկանության յուրաքանչյուր ծառայող իր պատասխանատվության գոտին այնուամենայնիվ ունի, իր լիազորությունների շրջանակը ունի։ Եվ եթե յուրաքանչյուր ոստիկան ինչ որ ասում եմ հիմա, կարող ենք նույն ինչ որ ասացի սկզբից կարող ենք տեղափոխել, ասենք նախարարության աշխատակից, վարչապետի աշխատակազմի ղեկավար, վարչապետ, ցանկացած պաշտոնյայի, ցանկացած մարդու վրա այդ բանը կարող ենք դնել։ Եթե ինքը անհատական պատասխանատվություն չի զգում տեղի ունեցողի հետ կապված, եւ ինքը ընդհանրապես վիճակագիր է, դե այսքան գողություն եղավ, այսքան թմրամիջոցի դեպք եղավ, այսքան զենք եղավ, այսքան էս եղավ, այսքան այն եղավ, այսքան վթար եղավ, մենք ընդհանրապես արձանագրողի դերում կլինենք։ Սա շատ կարևոր է, որ մենք կարողանանք համակարգը զարգացնել այնպես, որ յուրաքանչյուր ոք, ով որ աշխատում է X տարածքում, ինքը զգա, որ ինքը իր պատասխանատվության առաջնորդն է, իր պատասխանատվության առաջնորդը, որտեղ եթե ինքը իր պատասխանատվության առաջնորդը չի, բաժնի աշխատակիցը մտածում է, որ բաժանմունքի պետն է իրականում առաջնորդը, ինքը տեղա ինչ կասեն են էլ կանի, եւ այդպես շարունակ չի ստացվի ոչինչ բան։ Բայց այստեղ հաջորդ խնդիրն էլ կա, որը մենք առերեսվում ենք եւ գիտակցում ենք, ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող,
որտեղ ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է, կապված է եւ ոստիկանության աշխատողի եւ ուրիշների կյանքի եւ անվտանգության հետ, եւ մենք այս բոլոր գործոնները հաշվի պետք է առնենք եւ մենք գնում ենք այս ուղղությամբ եւ այս տրամաբանությամբ եւ մենք պետք է կարծում եմ, որ մենք Հայաստանում ունենք ոստիկանության գործունեության այնպիսի ավանդույթներ, որ այդ ավանդույթների վրա հիմնվելով մենք կարող ենք այս փոփոխությունը անընդհատ ապահովել եւ ոստիկանության Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնությունը ամրացնել, վերափոխել եւ անընդհատ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին եւ իմ կարծիքով մենք ընթանում ենք այս ուղղությամբ, բայց նաեւ այսօր 21-րդ դարում նախկինում էլ իհարկե, բայց հիմա առավել եւս ռեպուտացիայից ավելի բան չկա, ավելի կարևոր բան չկա։ Եվ երբեմն մեդիա դաշտում, մեդիա տիրույթում երբեմն երկրորդականա դառնում, թե ինչ է իրականությունը, ավելի կարևոր է դառնում, թե ինչպես է մատուցվում այդ իրականությունը։ Այս առումով ոստիկանությունը իհարկե ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ, նաև մեդիա առաջնորդ պետք է, մեդիա առաջնորդություն պետք է ստանձնի, որպեսզի այդ հաղորդակցությունը հնարավոր լինի պատշաճ մակարդակով ապահովել։ Հոյակապը շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության գործունեության նկատմամբ 61% վստահություն կա։ Եվ իսկապես դա շատ լավ է։ Եվ իսկապես դա շատ բարձր գնահատական է։ Բայց ով է ասել, որ մենք գոհ ենք, որ 61% է։ Մենք պետք է իսկ ինչի 85% չի։ Մենք գոհանալով 61%-ով պետք է ասենք, լավ, մենք ինչն են չենք անում, որ 85, 90, 95% չի։ Ինչն են չենք անում։ Եվ կարող է պարզվի այդ ինչ-որ բան նենք չենք անում, ինչ-որ բան նենք չենք ներկայացնում, ինչ-որ բան չենք նկատում, ինչ-որ բանի վրա ավելի շատ էներգիա ենք ծախսում, քան պետք է ծախսենք եւ իրականում էներգիան պետք է ծախսել այլ ուղղությամբ։ Եվ ես նկատի ունեմ, որ ոստիկանությունը ինքը պետք է լինի 21-րդ դարում, այս դարում ընդհանրապես դինամիկ եւ ճկուն, ոչ դինամիկ եւ ոչ ճկուն, ոչ մի համակարգ չունի շանս, պետք է լինել դինամիկ եւ ճկուն, եւ ես կարծում եմ, որ մենք այսօր այդ պոտենցիալը արդեն ստեղծել ենք, համակարգերը ստեղծել ենք, մենք շատ ակտիվ դինամիկ փոխվում ենք, հիմա պարզ օրինակ բերենք, մենք հիմա իրական կյանքից տեսնում ենք, որ նույն մեր ճանապարհներին մոտոցիկլերը ավելի էֆեկտիվ են, մենք ավելի շատ ենք շեշտը դնում դրա վրա եւ պետքա վերլուծենք, տեսնենք ինչ ուղղություններով պետքա մենք հիմա ինչքան մոտոցիկլ պետք է լինի, ինչքան ավտոմեքենա պետք է լինի եւ այլն ոստիկանությանը նաեւ նոր լիազորություններ են տրվել մի քանի տարի առաջ կայացրած օրենսդրական փոփոխություններով հիմա օպերատիվ հնարավորությունները ոստիկանության ավելի են մեծանալու, դա էլ առաջնորդության հարց, պետք է առաջնորդել։ Մենք Հայաստանի Հանրապետությունում հանցավորության իրավիճակը պետք է ոչ միայն դարձնենք այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք, այլև քաղաքացիների զգացողությունը պետք է դարձնենք այդպիսին։ Ընդ որում մարդը ինքը իր կյանքում ոչ հանցագործությունն է տեսնում, ոչ էլ առնչվում է։ Բայց երբ որ իր բանի այդ news feed-ում կա նրա մասին, որ ստեղ կրակեցին, ստեղ սպանեցին, ստեղ էսարին, ստեղ սպան, այսինքն հասկանում եք ժամանակի առանձնահատկությունները մարդը ամբողջ կյանքը ապրել է, ոչ մեկ իրան ոչ ասել աչքիդ վերևը ունք կա, ոչ մի անգամ ոչ մի հանցագործության հետ չի առնչվել։ Բայց ժամանակի առանձնահատկություններն է, որ մարդը ասում է, ինչ է կատարվում այս երկրում, այս հանցագործության մեջ բան առնում։ Բայց ինքը անձամբ երբեք ոչ մի բան չի առնչվել, չի էլ առնչվելու մեծ հավանականության։ Բայց դա իրան չի խանգարում, որ ինքը մտածի, որ պրոբլեմ է, մեծ պրոբլեմներ կան եւ այլն, ամենաթողություն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա է մեդիա դարի եւ մեդիա հասարակության առանձնահատկությունը եւ մենք պետք է հաշվի առնենք։ Բայց ես չեմ ասում, եկեք մեդիա կոնտենտ ստեղծենք Եմ մասին, որ ամեն ինչ լավ է, դա հակառակ բանը կլինի, սխալը կլինի, ես ասում եմ, եկեք ոստիկանությունը թող այդ առաջնորդությունը ստանձնի, բայց ոչ թե ոստիկանությունը, դա էլ է շատ կարևոր, ոստիկանությունը ստանձնած է առաջնորդությունը, իմիջիալից այդտեղ ոչ մի բան չկա, այստեղ խնդիրն է, որ ոստիկանության ծառայողները հնարավորինս ոստիկանության բազմաթիվ ծառայողներ այդ առաջնորդությունը ստանձնել են, խնդիրն է, որ ոստիկանության իդեալում ոստիկանության բոլոր ծառայողները առաջնորդություն պիտի ստանձնեն, որովհետև եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքը առաջնորդ չի։
Որտեղ հենց ոստիկանի համազգեստ կրելը ինքնին դա առաջնորդության նշան է։ Իր պատասխանատվության գոտում, իր չափով։ Եվ երբեք ինքը չպետք է մտածի, դե ուրիշներն են այդ առաջնորդությունը ուրիշները իհարկե իրականացնում են, բայց ամեն մեկը իր չափով։ Եվ ոստիկանության փոփոխությունները հայեցակարգը, ել եմ ասում, հիմա ոստիկանության մասին ինչ ասացի, պետական կառավարման բոլոր համակարգերի մասին կարելի ասել։ Կներեք մասնավոր հիմնարկների մասին էս նույնը կարելի ասել, որտեղ այն մասնավոր հիմնարկները, որոնք այս տրամաբանությամբ են աշխատում, իրանք ունեն մեծ հաջողություններ, ովքեր այս տրամաբանությամբ չեն աշխատում, իրանք էլի այնուամենայնիվ խնդիրների առաջ են կանգնում։ Ես այս ամեն ինչի ինչի համար եմ ասում եմ, որովհետև ես գիտեմ, հավատում եմ, տեսնում եմ, որ այս մեր ոստիկանությունը զարգացել եւ հասել այս կետին, որ մենք կարող ենք արդեն այսպիսի բաների մասին խոսել եւ մեր հայեցակարգային ընկալումները պետք է միանշանակ լինեն այդպիսի։ Հարգելի ներկաներ, կրկին անգամ շնորհավորելով բոլորիս ոստիկանության օրվա առիթով ուզում եմ նաեւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեր Հայաստանի Հանրապետությանը ձեր մատուցած ծառայությունների համար, որովհետեւ ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում ներքին անվտանգության առանցքային դերակատարն է եւ Հայաստանի Հանրապետությունում ներքին անվտանգության հետ կապված խնդիրներ կան, բայց միանշանակ եւ աներկբա է, որ առանձին դրվագներ հանած ես նկատի ունեմ ընդհանրապես սկսած իմ ներկայացրած ժամանակներից, երբ որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը սկսեց ձևավորվել, ներքին անվտանգության ճգնաժամեր մենք չենք ունեցել։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Էլ եմ ասում, այնտեղ եղել են դրվագներ հայտնի, քաղաքականության հետ առնչվող եւ այլն, այդ դրվագները դրանք առանձին վերցրած, իհարկե շատ կարևոր, բայց առանձին վերցրած կտորներ ընդհանուր առմամբ մենք ներքին անվտանգության առումով մեծ խնդիրներ չենք ունեցել եւ առավել եւս 2018 թվականից հետո մենք ներքին անվտանգության հետ կապված մեծ խնդիրներ չենք ունեցել, խնդիրներ ճգնաժամեր չենք ունեցել, ճգնաժամի մոտ իրավիճակ նույնիսկ չենք ունեցել, բայց մենք ունենք տեղային խնդիրներ, որը իրար հետ պետք է լուծենք եւ ես հավատում եմ ձեր նվիրվածությանը, հավատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմին, հավատում եմ ձեր ներուժին, որ դուք կարողանաք այդ խնդիրները լուծել եւ կկարողանանք այնպես անել, որ ոչ միայն ոստիկանությունը ընդհանուր առմամբ, այլ ամեն ոստիկան ամեն հաջորդ օրվա հետ լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, քան երեկ է։ Եվ մենք պետքա չվախենանք սովորելուց, որովհետև սովորել բառը մեր մոտ միշտ ասոցացվում է չիմանալու հետ, բայց սովորել բառը չիմանալու հետ կապ չունի, որովհետև ով է որ ամեն ինչ գիտի։ Հայաստանի Հանրապետությունում կամ ընդհանրապես աշխարհում կա այդպիսի մի ոստիկան, որ ոստիկանության ծառայության կապված ամեն ինչ գիտի, ամեն ինչի տիրապետում է։ Ընդ որում դա կարա լինի, այդտեղ էլ է կարևոր, որ գիտելիքն էլ է փոխվում։ Այն գիտելիքը, որ 100%-անոց էր, այսօր արդեն ինքը որոշակիորեն փոխվում է, որովհետև մարտահրավերն է փոխվում, գործիքներն են փոխվում, տեխնոլոգիաներն են փոխվում եւ այդ ամեն ինչի հետևից պետք է հասնել։ Իսկ դրա ձևը միակ ձևը կրթությունն է եւ մենք մեզնից յուրաքանչյուրը պետք է շարունակաբար ինքը իրենով զբաղվի եւ դա երաշխիք է, որ ինքը անձնական կարիերայի մեջ եւ աշխատանքի մեջ եւ ընդհանրապես որպես պաշտոնյա եւ երկրի համար կարողանա ապահովել հաջողություն։ Ես հավատում եմ, որ դուք հենց այդպես գործում եք եւ կշարունակեք այդպես գործել եւ ես շնորհակալ եմ ձեզ դրա համար, կրկին շնորհավորում եմ բոլորին։ Ոստիկանության օրվա օրինականության եւ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
Դավիթ Վյաչեսլավի Աղաբաբյանին, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ։ Վահե Արայիկի Մուշեղյանին, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ։ Փայլակ Բարիսի Շմավոնյանին, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ։ Ոստիկանության օրվա առթիվ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մասնագիտական բարձր պատրաստվածության համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի երկրորդ գումարտակի հրամանատար ոստիկանության փոխգնդապետ Արշակ Մելիք Գևորգյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։ Ոստիկանության օրվա առթիվ անձնվեր ծառայության համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել արժեքավոր նվերով։ Արտաշես Անդրանիկի Մուշեղյանին, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ։ Մարիամ Աշոտի Կարապետյանին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ պարեկային գումարտակի առաջին վաշտի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանը պարգևատրելու մասին։ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա ապրիլի 16-ի կապակցությամբ հրամայում եմ շնորհել վաղաժամկետ ոստիկանության գնդապետ կոչում ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Խաչատուրի Զաքարյանին, ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ։
Ոստիկանության փոխգնդապետ Հայկ Խաչիկի Մկրտչյանին, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ։ Պարգևատրել ոստիկանությունում գերազանց ծառայության համար կրծքանշանով ոստիկանության մայոր Հերմինե Հայկի Մուրադյանին, ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի առաջի վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան 14 ապրիլի 2026 թվական։ Ներքին գործերի նախարարի եւ ոստիկանության պետի հրամաններով մի շարք ծառայողներ պարգևատրվել են տարբեր պարգևներով, որոնք կհանձնվեն արարողակարգային կարգով։ Դրոշների ներքո զգաս դուրս բերել Հայաստանի Հանրապետության պետական եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դրոշները։ Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր